Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է առավոտ լուսոն, շարունակում ենք խոսել կարևոր թեմաների մասին եւ ինչպես հաղորդման սկզբում էինք խոստացել, այսօր խոսելու ենք առողջությանը վերաբերող շատ տարբեր հարցերի մասին, որովհետեւ մարտի 24-ը դեպրեսիայի դեմ պայքարի միջազգային օրն է համարվում ու միասին նաև մասնագետի օգնությամբ իհարկե, ինչը խորհուրդ ենք տալիս նաև ձեզ, կհասկանանք ինչ է իրենից ներկայացնում դեպրեսիան, ամեն երկրորդ փոքրիկ միջադեպին արդյոք կարելի է բնութագրել դեպրեսիվ իրականություն, թե ոչ, եւ շատ այլ հարցերի պատասխաններ կստանանք հենց հիմա։ Ես շտապեմ ներկայացնել մեր հյուրին, Ռաֆայել Պետրոսյան, բժիշկ, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեբանական թեկնածու։ Բարի լույս։ Ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս զրույցի ընթացքում առաջարկում ենք տալ շատ հարցերի պատասխաններ ու բացահայտել միֆերն ու իրականությունները դեպրեսիայի վերաբերյալ։ Ինչ է իրենց ներկայացնում դեպրեսիան։ Արդյոք սա բժշկական դիագնոզ է, որը տրվում է մարդուն։ Նախ ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել հրավերի եւ նման կարևոր թեմային անդրադառնալու համար, որովհետեւ մեր իրականությունում մեր հասարակության հոգեկան կրթման մակարդակը կարելի է գնահատել բավականին ցածր, չնայած վերջին տարիների ընթացքում տենդենց կա դեպի աճի, բայց սա շատ կարևոր թեմա է, որին շատ կարևոր է անդրադառնալ, դրա համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Դեպրեսիայի հետ կապված որպես ախտորոշում, այո, դեպրեսիան սկզբի համար նշենք, որ դա պարզապես թուլություն չի կամ պարզապես տրամադրության անկում չի, ծուլություն չի, դա հստակ բժշկական ախտորոշում է եւ հոգեկան առողջության ախտորոշում է, ներառված համաշխարհային առողջապահական այդ հիվանդությունների դասակարգումներում։ Շատ լավ։ Եկեք հասկանանք, որոնք են այն հիմնական համախտանիշները, որոնք որ մարդը եթե ունի ու պետք է դիմի բժշկի, այսինքն ոնց հասկանա, որ ինքը խորհրդով, թե զգա, ինչ պետք է լինի։ Տեսեք, դեպրեսիայի ախտորոշման համար բժշկական տեսակետից գոյություն ունեն հիմնական չափորոշիչներ եւ երկրորդական չափորոշիչներ, բայց այս չափորոշիչները հիմա չեմ թվարկի, որ մեր ժողովուրդը ինքնաախտորոշմամբ չզբաղվեն, այլ ընդհանուր ավելի հանրամատչելի լեզվով ներկայացնեմ, հիմնականում պետք է ուշադրություն դարձնենք, այսինքն հիմնական ինչն է խանգարում, երկարատև, պարտադիր է, որ երկարատև տրամադրության անկում, անաշխատունակություն, երջանկություն զգալու անկարողություն եւ վարքային пассивություն, բայց երկարատև շեշտում եմ եւ անհրաժեշտ է դիֆերենցիալ այնպիսի վիճակներից, որոնք պայմանավորված են վշտով, այսինքն հարազատի կորստի դեպքում, երբ որ մարդը երկարատև գտնվի այս վիճակում, դա չի համարվի դեպրեսիա, դա կհամարվի վիճակին համապատասխան։ Եվ նման վիճակներ կարող են նաև դիտարկվել դեղորայքային որոշակի դեղորայք օգտագործելու դեպքում, սա եւս պետք է դիֆերենցիալ, որ այսինքն մի վիճակ, որը պայմանավորված չէ վշտով կամ դեղորայքով, կարևորը որ երկարատև, հիմնականում նշվում է 2 շաբաթից սկսած, այսինքն երբ որ նկատում ենք, որ մարդը արդեն 2 շաբաթ, բայց ոչ թե 3-4 օրը լավ էր, մի օրը վատ էր, հետո նորից լավ էր, չէ, մնայուն, ստաբիլ ու որպես կանոն գնալով դեպի ավելի ծանր, օրվա ճնշող մեծ մասը, տրամադրության բացակայություն, հետաքրքրության կորուստ, այն ամենը ինչ որ նախկինում իրեն կարող էր ուրախացնել, հիմա բացարձակ չի հետաքրքրում եւ երջանկություն զգալու անկարողություն, անիմաստության զգացում, ինքնակնդատողական մտքերն են շատանում, մեղքի զգացում կարող է առաջանալ, ինչու՞ չէ նաեւ սուիցիդալ մտքեր։ Ինչից է դա ամեն ինչ առաջանում, ամենահետաքրքիրը, եթե մարդու կյանքում ամեն ինչ նորմալ է ու գնում է մի փուլ, որտեղ ասես пассив ինչ որ շրջան է գալիս, վիշտ չկա, կորուստ չկա, ինչից է դա առաջանում, ինչից կարող է լինել։ Որպես կանոն երբեք ոչ մի բան միայն մի բանից չի առաջանում, առաջանում է մի քանի բաների համագումարում, բայց եթե պատճառներ թվարկեմ, շատ պատճառներ կարող եմ թվարկել։ Օրինակի համար նույն ցածր ինքնագնահատականով պայմանավորված որպես կոմպենսատոր մեխանիզմ, այսինքն դա փակելուն պերֆեկցիոնիզմը, որ մենք ձգտում ենք ամեն ինչ իդեալական անենք։ Անընդհատ լարվածություն, բա որ չհասցնեմ, բա որ չստացվի, ստեղել իդեալական, ընդեղել իդեալական, ընդեղել իդեալական, այդ նույն լարվածությունը կարող է բարձրացնել տագնապայնությունը, տագնապայնության բարձրանալու պարագայում արդեն ավելանում են նեգատիվ մտքերը, բնականաբար դրական արդեն սկսում է պակասել, մտածական մակարդակում շատ հաճախ հանդիպող կոպիտ սխալներ կան, որոնք էլ հենց թերապիայի ընթացքում սովորում է այցելուն եւ այդ մտքերի հետ աշխատել, այդ նեգատիվ մտքերով ավելի է իր նեգատիվ վիճակը բարձրանում, դրա արդյունքում արդեն ուղեղային մակարդակում որոշակի բիոքիմիական փոփոխություններ են լինում, հիմա շատ տերմիններ չասեմ, բայց կոպիտ ասած, ոնց որ ուղեղի նեգատիվի համար պատասխանատու կենտրոնը կարծես դառնում ավելի գերակտիվ, իսկ այդ կենտրոնին
արգելակող կենտրոնը, որը պետք է որոշակի բաներ արտադրի, ասենց ասած մեր բնական անտիդեպրեսանտ, որ պետք է արտադրվի ու այդ նեգատիվին բլոկ անի, այդ կենտրոնն էլ ավելի ընկճվում է։ Ինչի արդյունքում ձևավորվում է արատավոր շրջան, տրամադրության անկում, ցանկության պակաս, ինչ որ բան անելու մոտիվացիայի անկում, դրա արդյունքում վարք չի ցուցաբերում, ոչ մի բան չի անում, դրա արդյունքում դրական էմոցիաներ էլի չի ստանում, դրա արդյունքում նեգատիվը ավելի է խորանում ու մնում է այս փակողակի մեջ։ Շրջափուլը սկսվում է անդադար, վատը ավելանում է։ Արդյոք կարող ենք ասել, որ այսքան տարածվածությունը նաև օգնում է այս ամենին, նույն ֆիլտրված իրականությունը սոցիալական մեդիայի, երբ մենք ինքներս համեմատում ենք շատ այլ մարդկանց այդ վարդագույն իրականության հետ եւ տեսնում, որ մեր կյանքում կան մոխրագույն օրեր, կամ այն, որ օրինակ ավագ սերնդի ներկայացուցիչները հատկապես շատ հաճախ ասում են մեր ժամանակ որ դեպրեսիան չկար, արդյոք չկար, թե պարզապես չգիտեին այդ տերմինը, եւ կարծես մարդը, որը այդ իրավիճակում է հայտնվել, փոխանակ ստանա շրջապատի արձագանքը, աջակցությունը, ստանում է էմոցիաների ու հույզերի արժեզրկում։ Տեսեք, այն ժամանակ իհարկե կար, ուղղակի այն ժամանակ այո, այդ սոցիալ մեդիան չկար, տարածվածությունը չկար, ախտորոշումը չկար, դիմողներն էին քիչ, հիմա էլ եթե ինձ ստատիստիկա հարցնեք, ես հստակ ստատիստիկա չեմ կարող տալ, որովհետև ոչ բոլոր կազմակերպություններն են այդ նույն ստատիստիկան ուղարկում համապատասխան կենտրոններ, որոնք որ ստատիստիկա են հաշվում։ Նախ մեկ, երկրորդը ոչ բոլորն են դիմում։ Դրա համար հստակ ստատիստիկա էլ չեմ կարող տալ, բայց որ այն ժամանակ էլ է եղել, դա միանշանակ։ Երկրորդը, դեպրեսիան դա կամքի ուժի հարց չի, մարդու ուժեղ տեսակի մասին չի, շատ հաճախ էլի այսօր ուղղակի շատ է արծացվում այդ ու տարբեր, չեմ վախենա բառից անգրագետ մասայի կողմից այդ առումով, գիտելիքի առումով, մասնագիտական գիտելիքի ու բառը ինքը իրանով արժեզրկվում է, բայց մենք գիտենք, որ այնտեղ տարածված ասում են ֆինանսի խնդիր է, դրանից է, դե որ այս վիճակում այնքան դեպրեսիայի մեջ հաստատ կլինենք, ոչ, ֆինանսապես շատ ապահով մարդիկ էլ, շատ հայտնի դեմքեր էլ, դերասաններ էլ, գիտենք, որ դեպրեսիան չի նայում տենց բաներին, որովհետև դա ուժեղության հարց չի, դա կամքի հարց չի, հետևաբար այն որ կողքից խորհուրդ են տալի, դե հավաքի քեզ, դե ոչինչ, բան չկա, ինչ ես, դու պետք է քեզ օգնես, այս խորհուրդները ընդհանրապես մենակ էլի եմ ասում, դա ուղեղի մակարդակում բիոքիմիական փոփոխություններ են տեղի ունենում եւ դա կամքի ուժով չի լուծվում։ Եվ բնականաբար տվյալ մարդու մոտ միայն էլ ավելի իր նեգատիվն ավելանում, մեղքի զգացումն ավելանում, ասեմ ավելին հələ նույնիսկ եթե կողքից էլ էլի նման բաներ չկան, մարդն էլ ինքը շատ հաճախ դեպրեսիան ինքը իրանով այդքան կարելի ասել վախենալու չի, ինչքան երկար ժամանակ այդ վիճակում մնալը եւ հենց այցելու իր սխալները, որը ինքը անում, այսինքն թույլ չի տալիս իրեն գտնվել այդ վիճակում։ Եթե մեր ոտքը կոտրված է, մենք հանգիստ խղճով պարկում ենք ու չենք քայլում, մինչև վերականգնվենք, բայց դա շոշափելի է, իսկ հոգեկան առողջություն, քանի որ շոշափելի չի, ինքը ինչ որ բան անելու ցանկություն չունի, սպառված է, չի կարող ի վիճակի չի կենսաքիմիորեն հիմնավորված ի վիճակի չի, բայց ինքը պարկած տեղը նորից սկսում է իրան քն ես վատ մամա եմ, ես էսի չարեցի, ես էսով եմ դարել, ես ինչ եմ անում, ոչ մի բանի մոտ չի ստացվում, ու այսպես գերընդհանրացված նեգատիվ մտքերը էլ ավելի են աղավաղում իրականության ընկալումը։ Եվ փաստացի դեպրեսիայի sense ասած բաներից մեկը կայանում է նրանում, որ դեպրեսիայի ժամանակ ունենում են իրականության աղավաղված ընկալում եւ իրենք անկեղծ հավատում են, որ իրենց այդ ընկալումը հենց իրականությունն է, բայց դա ընդհանրապես դեպրեսիայի սիմպտոմն է, այսինքն ոնց է ատամի նյարդի բորբոքման ժամանակ ունենանք ատամի սուր ցավ, երիկամաքարային հիվանդության ժամանակ ունենանք գոտկատեղի սուր ճառագայթող ցավեր, նույն դեպրեսիայի ժամանակ ունենանք մտքեր, որ կյանքը անիմաստ է, իմ մոտ ոչ մի բան չի ստացվի, ես ոչ մեկին պետք չեմ, նման էսենց մտքեր, ու իրանք սկսում են հավատալ այդ մտքերին։ Սա այն ամենակարևոր կետերից մեկն է, որ պետք է ուշադրություն դարձնենք, որ դա ընդհանրապես իրականության սխալ ավաղումն է եւ այդ մտածական սխալներն, որոնց եւս անդրադառնում ենք հենց բուժման ընթացքում։ Իսկ եթե մարդը որոշ ժամանակ գտնվում է դեպրեսիայի այդ շրջափուլում, երբ վատ մտքերը գնալով գերակշիռ են դառնում, կարող են արդյոք ֆիզիկական խնդիրներ եւս առաջանալ։ Ֆիզիկական խնդիրներ, օրինակ ցավ, գուցե հաճախ կրկնվող գլխացավեր, հոգնածություն, մարմնի ընդհանուր թուլություն, քնի ախորժակի խանգարում, նույնիսկ տագնապայնությունն էլ եթե գումարվի, արդեն են մեզ շատ հայտնի տարածված, որ ասում են նևրոզ, որ ես չեմ սիրում այդ տերմինն օգտագործել, բայց այդ նևրոտիկ բոլոր երևույթներն կարող են սկսել։ Օդը չերիքելու տպավորություն, ընդհանուր թուլություն, գլխապտույտներ, ժողովրդի լեզվով ասած օդերով լինելու տպավորություն, որ հեսա կուշաթափվեմ, հետո մի հատ էլ տեսնում են, որ երկար ժամանակ այդ վիճակում են, այս ուրեմն անելանելի է, ձևավորվում արդեն անելանելիություն, դեպրեսիան ավելի է խորանում։ Ինչպես է բուժվում դեպրեսիան։ Արդյոք միայն հոգեթերապիան բավարար է, թե դեղորայքային միջամտությունն էլ է պետք։
դեռ 1952-ից 54 թվականներին, երբ Ահարոն Բեկը կոգնիտիվ թերապիայի հիմնադիրը ու Ալբերտ Էլիսը ստեղծեցին կոգնիտիվ թերապիան, կոգնիտիվ թերապիան ի սկզբանե, թարգմանաբար մտածական թերապիան, դա հիմնական մեր ուղղությունն է, որով հենց ես նեղ աշխատում եմ, ինքը ի սկզբանե ստեղծվել հենց դեպրեսիաների բուժման համար։ Հետո նոր տեսան, որ ինքը բավականին էֆեկտիվ է եւ արդեն այլ խնդիրների հետ էլ սկսեցին աշխատել։ Շատ հաճախ, այո, միայն թերապիան էլ կարող է բավական լինել, բայց սա արդեն կախված է թե հիվանդության ծանրությունից, այսինքն վիճակից, ծանրությունը, խորությունը եւ թե հարակից այլ հանգամանքներ, որոնք որ նպաստում են ավելի ծանրանալուն կամ նպաստում են, որ ինքը ավելի թեթև լինի։ Ու այո, որոշ դեպքերում իհարկե կարիք է լինում նաև դեղորայքային միջամտության, որովհետև այդ բիոքիմիան վերականգնելը շատ հաճախ չի ստացվում, չնայած լինում են դեպքեր, որ նաև ստացվում է, որովհետև թերապևտիկ բուժումը ինչու՞մ է կայանում։ Քայլ համար առաջի վարքային ակտիվացում։ Այն փակողակը, որ մի քիչ դզվեմ նոր վարք անեմը, չի աշխատում, ինչքան չես անում, այնքան ավելի է խորանում։ Սկսում ենք անել, սկսում ենք չարժե զրկել, որովհետև սկզբում կարող են մեծ նպատակներ դնել, հետո այդ մեծին չհասնել պուճուրն անել ու դա արժե զրկել։ Ոնց է ողնաշարի տրավմայից հետո, երբ որ մարդը նոր սկսում է քայլել, այն որ երկու քայլ էլ անում, արդեն դա մեծ հաղթանակ է ու դա գնահատվում է։ Սովորում է այցելուն նախ պուճուր քայլերով ինչ որ վարքանել, գնահատել դա ու սա շատ կարևոր ազդակ է ուղեղի համար, որ կյանքը շարունակվում, որովհետև ինչքան նույն դիրքում պարկած մնաս, էլ ավելի է խորանալու։ Երկրորդ քայլով արդեն սովորում ենք աշխատել այդ նեգատիվ մտքերի հետ, որոնք որ իրականության ընկալումը աղավաղում են, այդ գերընթանացումները, կատաստրոֆիզացիաները։ Երրորդ քայլով ավելի խորքային համոզմունքների հետ ենք սկսում աշխատել, ավելի պատկերացումը իր եսի մասին, աշխարհի մասին, իսկ հիմնականում իրանք ունենում են ես ոչ մեկին պետք չեմ, ես լավը չեմ, աշխարհը թշնամական է, կյանքն էլ անիմաստ ու անելանելի է։ Իսկ չորրորդ քայլով արդեն երբ որ այդ վարքը ակտիվանում է, մտքերը մի քիչ փոխվում են, արդեն նեգատիվը պակասում է, դրականն ավելանում է, վարքի անելուց դրական էմոցիաներ են սկսում առաջանալ, երբ որ ինքը մի հատ էլ դա նկատում է, ոչ թե արժեզրկում է, նկատում ավելանում է, արդեն դրա հաշվին էլ կարող է շատ հաճախ հենց այդ բիոքիմիական հավասարակշռությունը վերականգնվի։ Բայց այն դեպքերում, երբ որ արդեն կախված վիճակից, կախված ախտորոշումից, կախված աստիճանից, շատ հաճախ կարիք է լինում նաև դեղորայքի ու մենակով ինքը դա չի կարողանի ինչքան էլ ուզենաս թերապևտիկ աշխատել։ Շատ են եղել դեպքեր, որ մենք փորձել ենք 2 շաբաթ օրինակի համար աշխատել, տեսել ենք, որ չի լինում, որովհետև մեր հասարակությունում էլ նաև շատ տարածված խնդիր կա դեղորայքից վախը, հոգեբուժից վախը, իսկ նշեմ նաև, որ այս խնդիրների դեղորայքի նեղ մասնակետը դա հոգեբուժն է, դա նյարդաբանը չի, դա դեղատան աշխատողը չի, դա բարեկամի տատին չի, հարևանը չի, այո, ու նման դեղերը հենց այդ է, որ ոչ գրագետ ձևով ընդունում են, հետո ավելի են sense ասած վատանում, հետո ասում են դեղերը խմեցի վատացա, դեղերը խմեցի կախվածության մեջ ընկա ու սկսում են դեղերից վախենալ։ Դրա համար այն դեպքերում, երբ որ միայն դեղորայքից արդեն ինքը լարվելու է ավել, մենք դեղորայքը նշանակում ենք, որ այդ մարդը ավելի լավ լինի, բայց եթե ինքը պիտի դեղորայքը խմի ու ողջ օրը էլ ավելի շատ նեգատիվ լինի, նման դեպքերում փորձում ենք մի որոշ ժամանակ սպասել, մի քիչ աշխատել, ոնց որ իրան բերել նրան, որ ինքը կարողանա այդ դեղորայքը օգտագործի, ու շատ հաճախ լինում է, որ այդ 1-2 շաբաթվա ընթացքում աշխատում ենք, այցելն ասում է բժիշկ սաղասասներ հասկանում եմ, ի վիճակի չեմ ես դա անել։ Կիրառելու։ Ու դրանից հետո գնում է 2-3 շաբաթ, 4 շաբաթ դեղորայքի ընդունումից հետո արդեն գալիս է ոնց որ ուղեղս բացված է, այն ժամանակ մի տեսակ հասկանում եմ, բայց չէի հասկանում, այ հիմա նոր ոնց որ սկսել է ուղեղս աշխատել։ Դա համար այո, շատ դեպքերում դեղորայքի կարիք լինում է, բայց դա բացարձակ վախենալու բան չի, ուղղակի պետք է համապատասխան մասնագետին դիմել։ Մեր ժամանակը իրականում սահմանափակ է, իսկ թեման շատ ծավալուն եւ յուրաքանչյուր հաջորդ հարցից հետո եւս մի 10 եւ ավելի հարց է առաջանում, բայց որպես զրույցի ամփոփում, այն մարդիկ, որոնք անցել են այս փուլերը հոգեթերապիայի կամ դեղորայքային բուժման կամ համակցված տարբերակով, ինչպես պահպանել երկարատև արդյունք, որպեսզի դեպրեսիան նորից չթակի մեր դուռը այս կամ այն իրավիճակում։ Եթե աշխատել են կոգնիտիվ թերապիայի շրջանակներում, այսինքն սովորել են մտքերի հետ ճիշտ աշխատել, սովորել են մտքերին ճիշտ արժեք տալ, սովորել են այդ ամեն ինչը անել, ապա շարունակեն այդ ամեն ինչն անել։ Եթե չեն սովորել ու այո, որովհետև շատ հաճախ այո, այցելուներ հարցում են, ասում են, հա բայց ինչքան է պետք է անենք, բժիշկ, սաղ կյանքներս պետք է անենք։ Ես իրաց արտահայտությունն եմ, հարցում եմ, ասում եմ, այսօր լվացվել եք, երեք լվացվել եք, վաղը լվացվելու եք։ Ինչի ֆիզիկական մարմնի հիգիենան ամեն օր պահում եք, իսկ հոգեկան առողջության հիգիենան պետք է դες չպահենք։ Ամենալավ եւ դիպուկ պատասխաններ։ Ամեն առավոտ լվացեք նաեւ ձեր մտքերը, թարմ մտքերով արթնացեք եւ գտեք փոքրիկ երջանկություններ ձեզ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք այս կարևոր թեմայի շուրջ մեզ հետ զրուցելու, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Հուսանք կրկին կհանդիպենք։ Սիրով։ Իսկ մենք շարժվենք առաջիելի հեռուստադիտողներ, լսելով երաժշտություն, որը ասում է եւս բուժում է։ Ունի թերապևտիկ էֆեկտ կարող է ունենալ։